Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է պարտադիր զինծառայության ժամկետը կրճատելու նախագիծն ու մի շարք այլ նախագծեր։ Նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 18-ամսյա ծառայության ժամկետով։ Դրա գործողությունը տարածելով 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։ Նախագիծն ընդունվել է 65 կողմ, 4 դեմ եւ 20 ձեռնպահ ձայներով։ Նախարարը ելույթում մանրամասներ է հայտնել։ Զինված ուժերի համալրումը սկսվելու է 2026 թվականի հունվարի 7-ից։ Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Հարգելի ազգային ժողով, օրենքի նախագծի վերաբերյալ ազգային ժողովի պատգամավորների կողմից առաջարկություններ չեն ներկայացվել եւ կառավարության նախաձեռնությամբ փոփոխություններ չեն կատարվել։ Խնդրում եմ օրենքի նախագիծն ընդունել երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ։ Շնորհակալ եմ։ Պաշտպանության նախարարությունը հերքել է զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Նաիրա Գևորգյանի հայտարարությունը, թե իբր դեկտեմբերի 7-ից 8-ը Մեղրիի զորամասի ուղղությամբ արձանագրվել է ներթափանցման փորձ, որը հետ է մղվել Հայաստանի զինված ուժերի կողմից։ Նաիրա Գևորգյանը նաև ասել է, իբր վերադասի կողմից տրվել է չկրակել հրաման։ Արամ Թորոսյանը սոցցանցի էջում գրառման արձագանքել է տարածվող ապատեղեկատվությանը։ Մեջբերում է զինված ուժերու մեղմասած անփառունակ ծառայության աչքի ընկած այնձի հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև Հայաստանի Հանրապետության նրա պետական ինստիտուտների ու բանակի դեմ ուղղված տեղեկատվական գրոհի հերթական անհաջող ու ձախողված փորձ։ Թորոսյանը կոչ անում ձեռնպահ մնալ նմանօրինակ հերյուրյանքների արտատպումից եւ չներքաշվել Հայաստանի շուրջ հիբրիդային սպառնալիքներ ստեղծելու դատապարտելի գործընթացներում։ Միաժամանակ կարծում ենք, որ պատկան մարմինները եւս կուսումնասիրեն տվյալ հայտարարությունն ու կդիտարկեն դրան իրավական գնահատական տալու հնարավորության հարցը, գրել է մամուլի քարտուղարը։ Իրանը դեմ է Միացյալ Նահանգների նախագահի Կովկասի վերաբերյալ ծրագրին, քանի որ այն լրջագույն սպառնալիք է Իրանի անվտանգության համար։ Իսլամական հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին է հայտարարել Թեհրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպմանը։ Թրամփի այսպես կոչված Կովկասի ծրագիրը ոչինչով չի տարբերվում Զանգեզուրի միջանցքից եւ Իրանը կտրականապես դեմ է դրան, ընդգծել է նա։ Վելայաթին պարզաբանել է, որ միջանցքը Իրանից հյուսիս պայմաններ է ստեղծում ՆԱՏՕ-ի ներկայության համար եւ լուրջ անվտանգության սպառնալիք է Իրանի հյուսիսային եւ Ռուսաստանի հարավային մասերի համար։ Նա միաժամանակ հայտարարել է, որ այս ծրագիրը գործնականում նույն նախագիծն է, որի անունը պարզապես փոխվել է եւ որն այժմ իրականացվում է հայ-ամերիկյան ընկերությունների ժամանման եղանակով։ Վելայաթին նշել է, որ Միացյալ Նահանգները տնտեսական գործունեության քողի տակ ռազմական միջամտություն է կատարում տարածաշրջանում։ Պատիվ ունեմ խմբակցության ղեկավարն է արձագանքել Թեհրանից հնչող հայտարարություններին։ Հայկ Մամիջանյանն ասել է, որ իրենք խոսել են այդ մասին եւ ինչպես է ստացվում, որ բոլորն այս նախագիծը համարում են միջանցքային տրամաբանություն բացի վարչապետից։ Կուսակցության հայտարարությունում եւս այդ մասին գրված էր փաստաթղթի ստորագրումից օրեր անց, ասել է Մամիջանյանը։ Այստեղ կանգնած ասում էին, որ Իրանը երջանիկ է տրիփով։ Ուր են այդ հրաշքները, ԿՊ-ական պատգամավորները, գործադիրի անդամները, Փաշինյանը։ Քիչ էր մնում ասեին Իրանն է այդ տրիփը առաջ բրթել, այնքան է Իրանին դուր եկել չեք պատկերացնում։ Բա թող պատասխանեն հիմա դրան։ Բա մենք խոսում էինք այդ խնդիրների մասին։ Բա եւս մեկ անգամ այդ ոնց է ստացվել, որ ամբողջ աշխարհը այս նախագիծը անվանում է միջանցքային տրամաբանություն, ստորագրելուց հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը 10 վայրկյան ստորագրելուց հետո ամերիկյան փորձագետներ, եվրոպական փորձագետներ, ռուսական փորձագետներ, հայկական փորձագետներ, դե պարզա որ Ադրբեջանը այդպես անվանում է, դրան չեմ ուզում հղում անել, բայց մենակ Փաշինյանը տողերի արանքում կարդացել է, որ սա միջանցքային տրամաբանություն չի։ Հասկանում եք, շատ ցավալի է, որ այն, ինչ մենք ասել էինք, մասնավորապես հանրապետականի հայտարարության մեջ գրված էր ստորագրումից օրեր անց, մենք բոլորս ուշադրություն ենք դարձնում միայն այն ժամանակ, եւ դա ասում է այս կամ այն արտաքին դերակատար։ Ռուսաստանից եւս հայտարարություն է հնչել, որ իրենք եւս ներկայություն են ուզում ունենալ թրիփում, հնարավոր է հավասարակշռել եւ այնպիսի որոշում կայացնել, որ իսկապես բոլոր կողմերին բավարարի, ինչի մասին իշխանությունը խոսում է։ Գոյություն ուներ երաշխավորների ինստիտուտ հասկացությունը։ Դրա համար գոյություն ուներ Մինսկի խումբը, որը միջազգայինորեն ճանաչված ձևաչափ էր, որում ներկայացված էին կարևորագույն բոլոր դերակատարները, ընդ որում Հայաստանի համար նպաստավոր կազմով։ Արցախին էր վերաբերում, Հայաստանի հետ կապված Մինսկի խումբը չէր կարող որոշում կայացնել։ Այդ ամեն ինչը դա
դադարեցվեց, վերացվեց։ Մինսկի խումբը Արցախի համար չէր ստեղծված էր Արցախյան հակամարտության կարգավորման համար եւ նույն տրամաբանությամբ կարող է շարունակել։ Դե հիմա այն աշխարհաքաղաքական բորշը, որը իրենք էփել են, ամենաահավորը այն է, որ էփել են իրենք, իսկ ուտելու ենք բոլորս։ Ու վստահեցնում եմ ձեզ, դա համեղ կերակուր չի լինելու։ Ազգային ժողովի փոխոսնակն է արձագանքել Թեհրանից հնչող հայտարարություններին։ Լրագրողների հետ զրույցում Ռուբեն Ռուբինյանը հիշեցրել է, թե ինչ է ասել մեր դեսպանը եւ հերքել է, թե Թրիփը նույն Զանգեզուրի միջանցքն է։ Նախ պետք է հիշել նաև, որ ձեր նշած հրապարակմանը զուգահեռ եղել է նաև հրապարակում, թե ինչ է ասել մեր դեսպանը իրանական կողմին, եւ դեսպանը կրկնել է, որ Թրիփը բիզնես նախագիծ է, որը գործելու է Հայաստանի ամբողջական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության ներքո եւ հավասարության փոխադարձության սկզբունքներով եւ ոչ Թրիփը նույն Զանգեզուրի միջանցքը չէ։ Ինչ վերաբերում է Իրանի դիրքորոշումներին, մենք մշտապես կապի մեջ ենք մեր իրանցի գործընկերների հետ եւ տեղեկացնում ենք իրենց զարգացումների վերաբերյալ, հաշվի ենք առնում իրենց գայունությունները, իրենց շահերը հաշվի առնված են եւ այս առումով շատ կարեւոր է նշել, որ Իրանի արտգործնախարարությունը, այդ թվում Իրանի արտգործնախարարը բազմիցս նշել է, որ այս նախագիծը իրենց կարմիր գծերը հաշվի առնում է եւ նաեւ հնարավորություններ է ստեղծում իրենց համար, ես կարծում եմ սա ուժի մեջ է։ 70 կին 10 անչափահաս տղաներ այս պահին պատիժն են կրում Աբովյան քրեակատարողական հիմնարկում, որն առավել հայտնի է կանանց գաղութ անունով։ 4 մասնաշենք ունի քրեակատարողական հիմնարկը, որտեղ վերանորոգման աշխատանքները գրեթե ավարտված են։ Լրատվամիջոցների համար կազմակերպված շրջայցն ուղեկցել է քրեակատարողական ծառայության պետը։ Ինչ պայմաններում են ապրում կանայք, կյանքը ճաղերից այն կողմ, առաջարկվող տեսանյութում։ 70 կին եւ 10 անչափահաս տղաներ այս պահին իրենց պատիժն են կրում Աբովյան քրեակատարողական հիմնարկում, որն առավել հայտնի է կանանց գաղութ անունով։ 4 մասնաշենք ունի քրեակատարողական հիմնարկը, որտեղ վերանորոգման աշխատանքները գրեթե ավարտված են։ Լրատվամիջոցների համար կազմակերպված շրջայցն ուղեկցում էր ՔԿՀ պետը։ Ծովինար Թադևոսյանի խոսքով փորձել են պայմանները բարելավել, որ անազատության մեջ գտնվող կանայք ու անչափահաս տղաները զբաղվածության խնդիր չունենան։ Դասասենյակներից մինչև կարուձևի սենյակներ, բոլորը կահավորված են։ Մենք ունենք երկու տեսակի աշխատանքներ, վճարովի եւ անվճար։ Վճարովի աշխատանքները սովորական 8 ժամյա են, իսկ անվճար աշխատանքները օրական 2 ժամից ոչ ավել։ Իսկ այդ աշխատավարձը իրանց դրամադրվում։ Այո, աշխատավարձը գրանցված, դրամադրվում է իրենք բոլորը այստեղ հաշիվներ ունեն, փոխանցվում է այդ հաշիվներին եւ իրենց նախընտրածի պես եւ չափով օգտագործում են։ Իսկ սա արդեն գրադարանն է։ Աբովյան քրեակատարողական հիմնարկի պետ Հեղինե Մարտիրոսյանն ասաց, հարուստ գրականություն ունեն, դատապարտյալների մեջ կան անձիկ, ովքեր ընթերցանությամբ են զբաղվում, մեկ-մեկ էլ գրում են, բայց իրենց համար։ Հայտնի գրողների գրքերի կողքին, բայց չկար Փաշինյանի հեղինակած երկրի հակառակ կողմը, այն ամենահինավանականությամբ կին դատապարտյալներին հետաքրքիր չի։ Եթե մասնագիտություն ունեն, ուզում են նաև իրենց համար մասնագիտական գրականություն, իսկ գեղարվեստականը ինչ որ առաջարկվում է, ինչ որ ունենք, ըստ իրենց ճաշակի նախընտրելիության։ Ճիշտ ասած, ես ինձ հստակ չգիտեմ, ով ինչ չունենք երևի կամ կարող է ունենք, ես տեղեկացված չեմ։ Կանանց գաղութում միջանձնային հարաբերությունները նորմալ են, բայց արտարոց դեպքեր եւս արձանագրվում են։ Ինքնավնասման փորձեր անողներ կան։ Նրանց հետ հոգեբաններ են աշխատում, հատուկ ուշադրության կենտրոնում են։ Հատուկ ուշադրության կենտրոնում են նաեւ անչափահասները։ Այստեղ պատիժը կրող 10 անձած մեջ անչափահաս աղջիկներ չկան։ Չկա նաեւ զոն նայող, վստահեցնում է Տիկին Մարտիրոսյանը։ Կանանց գաղութը նայող չունի։ Ընդհանրապես այդ նայող հասկացողությունը ես չգիտեմ։ Մասնաշենքում գտնվող դատապարտյալները օրը 2 անգամ ունեն մինչև 20 րոպե զանգի իրավունք։ Օգտվում են նաև տեսակապից, ամիսը 1-2 անգամ օգտվում են նաև տեսակապից, բայց կարող են նաև իրենց տեսակցությունները փոխարինել տեսակապով ու խոսել, եթե ասենք հարազատները երկրում չեն, իրենք օտար երկրացի են, նայած էլի, ով ոնց։ Ունենք 1-2 անձ, այս վերջերս որ սուիցիդալ մտքեր ունեցել են կամ բարբերաբար կրկնվում են իրենց մոտ այդ մտքերը, իրենց հետ ենք շատ ավելի հաճախակի ուշադրություն դարձնում, հաճախակի աշխատանքներ վարում,
մի հատ ինքնավնասման փորձեր էլ ունենք, այս վերջի այս մի 10 օրը երկու անձի կողմից ունենք ինքնավնասման փորձ նու հիմա ավելի չէ, էլի շեշտ դնում ենք միջանցքային փոխհարաբերությունների վրա, հիմնականը դա է։ Ամենատարբեր հանցագործությունների համար են կալանավորված կանայք՝ խարդախություն, գողություն, թմրանյութերի ապօրինի շրջանառություն եւ անգամ սպանություն։ Կրկնակի դատապարտվածներ էլ կան։ Տեսախցիկի առաջ շատերը չեն ցանկանում խոսել, բավարարվում են միայն բանավոր մեկ նախադասություն փոխանցելով։ Փոշմանել են կատարվածի համար եւ ազատություն են ցանկանում, այնպես ինչպես խարդախության համար 4 տարվա ազատազրկման դատապարտված այս կինը 5-րդ ամիսն է կալանավայրում է, ցանկությունը մեկն է՝ ազատ արձակվել, որ տուն գնա, այնտեղ երեխաներն ու թոռնիկներն են սպասում։ Մեկին ընդհանրապես չի տեսել, նոր է լույս աշխարհ եկել։ 14 տարեկան մեկն է, մի տարեկան մյուսն է, որին դեռ չեմ տեսել։ Եվ ամեն դեպքում անհնար է շուտով ինչ կմաքրեք կանանց, ովքեր հնարավոր է հայտնել նման իրավիճակներում։ Հնարավորինս խուսափեն հայտնվելու դեպքում համբերություն։ Գրեթե չէ։ Եվ համանորին ինչ կմաքրեք։ Ազատություն, բոլորին ազատություն։ Մինչև 3 տարեկան երեխաներին թույլատրվում է պատիժը կրող մոր հետ մնալ բանտախցում։ Այդպիսի 2 կին դատապարտյալ կա։ Ընդհանուր առմամբ Աբովյան քրեակատարողական հիմնարկի 2 մասնաշենքերից մեկում պատիժը կրող կանանց մի մասը համեմատաբար բաց ռեժիմով է պատիժը կրում, մյուսներն այս խցերում են։ Այս դռներն օրվա մեջ 1 անգամ են բացվում, 1 ժամով։ Դուրս են գալիս զբոսնում, ապա նորից բանտախուց։ Յուրաքանչյուր դատապարտյալի 4 քառակուսի մետր տարածքի հատկացված։ Սենյակները հիմնականում 3 հոգու համար են նախատեսված, որտեղ կանայք անցկացնում են ամբողջ օրը, այդ թվում եւ սնվում։ Քրեակատարողական հիմնարկում կա տեսակապի հնարավորություն, ամիսը 2 անգամ դատապարտյալները կարող են այստեղից կապ հաստատել հարազատների հետ։ Առկա է նաև երկարաժամկետ տեսակցությունների սենյակ, որը եւս վերանորոգվել է։ Մինչև 3 օր մերձավոր հարազատը կարող է տեսակցել եւ մնալ պատիժը կրող հարազատի հետ։ Տարբեր միջոցառումներ են կազմակերպվում, ինչպես անձամբ դատապարտյալների, այնպես էլ դրսից եկող հյուրերի կողմից։ Ու չնայած պայմանները տարեստարի այստեղ բարելավում են, միևնույն է ներսում ճաղերից այն կողմ գտնվող կանանցից յուրաքանչյուրի մեծագույն նպատակը օր առաջ ազատ արձակվելն է։ Շատերը դրա համար ջանք չեն խնայում ու ամեն օր իրենց կողքին դրված աստվածաշունչն են կարդում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հերքում է որոշ շրջանակներում տարածվող տեղեկությունը, թե հունվարի 1-ից սկսած այլևս հնարավոր չի լինելու կանխիկացնել նպաստներն ու թոշակները բանկային քարտերից։ Արսեն Թորոսյանը Facebook-յան տեսաուղերձով պարզաբանել է։ Բարելուս սիրելի հայրենակիցներ, այսօր ուզում եմ խոսել եւս մեկ թեմայի մասին, որը կրկին շահարկվում է եւ մանիպուլացվում։ Խոսքը կենսաթոշակների եւ նպաստների անկանխիկ եղանակով ստացման մասին է։ Որոշ շրջանակներ տարածում են, որ հունվարի 1-ից սկսած այլևս հնարավոր չի լինելու կանխիկացնել նպաստները եւ կենսաթոշակները բանկային քարտերից, ինչը կրկնում եմ լկտի սուտ է։ Այո, հնարավոր է դա անել, բայց մենք դա չենք խրախուսում, որովհետև անկանխիկ եղանակով առևտուր անելու դեպքում դուք կարող եք ստանալ հետվճար, ըստ էության բարձրացնելով ձեր կենսաթոշակների նպաստները 20%-ի չափով, բայց ոչ ավել քան 10,000 դրամը եւ հետեւաբար անկանխիկ եղանակով կենսաթոշակ եւ նպաստ ստանալը եւ օգտագործելը նաեւ ձեռնտու է։ Երկրորդը վերաբերում է ամսաթվերին։ Մենք որոշել ենք, որպեսզի սահումը անցում տեղի ունենա, ուժի մեջ դնել այդ ամբողջական կարգավորումը ոչ թե հունվարի 1-ից, այլ ապրիլի 1-ից, բայց միևնույն ժամանակ արդեն իսկ 600,000 մեր քաղաքացիներ ստանում են իրենց նպաստները եւ կենսաթոշակները անկանխիկ եղանակով եւ ես կոչ եմ անում մեր մնացած մոտ 58,000 քաղաքացիներին դա նույնպես անել ինքնուրույն առանց սպասելու ապրիլի 1-ին, որտեղ նորից եմ կրկնում դա ձեռնտու է։ Եվ հետևաբար նորից խնդրում եմ ձեզ չտրվել տարբեր կեղծ տեղեկատվությանը, մանիպուլյացիան եւ հետեւել միայն պաշտոնական լրահոսին։ Լավ եղեք, մինչեւ նոր հանդիպումներ տարբեր թեմաներով։
Սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Գյումրիում առավոտյան 10-ի սահմաններում 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Կարեն Դեմիրճյան 37 հասցեում բնակարանի դուռը փակ է եւ հարազատները չեն արձագանքում։ Փրկարար ծառայողները դուռը բացելուն պես հայտնաբերել են այդ հասցեում բնակվող ամուսինների մարմինները։ Պարզվել է, որ 37-ամյա տղամարդը դանակահարել է ծնողներին։ Նա ձերբակալվել է, փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով 7 տարի առաջ է Նարեկը փորձել սպանել ծնողներին։ Նա երկար տարիներ հաշվառված է եղել հոգեբուժարանում։ Խոշոր ավտովթար Երևանում Քրք Քրքորյանի նախկին Լենինգրադյան փողոցում բախվել են Chevrolet Volt-ն ու Opel Astra-ն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժկենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են մեքենաներն ու փակել Opel Astra-ի գազաբալոնի փականը։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնել է քրեական վարույթ։ Դեպքի վայրում հավաքվածները, որոնք հրաժարվել են տեսախցիկի առջև խոսել, նշել են, որ վթարի մեղավորը եղել է Chevrolet Volt-ի վարորդը, որը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու բախվել Opel-ին։ Գյուղական բնակավայրերում ապրող քաղաքացիներին որակյալ հասանելի բուժծառայություններ մատուցելու համար Հանրապետության 29 տարբեր հասցեներում նոր բուժամբուլատորիաներ են կառուցվում։ Դրանք կվերազինվեն անհրաժեշտ գույքով, ժամանակակից սարքավորումներով։ Այգեստանում նախորդ դարի 60-ականներին կառուցված հիվանդանոցը, որտեղ ժամանակին 25 մահճակալ են ունեցել, բուժաշխատողների մեծ թիմ 90-ականներից հետո գործում է մասնակի որպես ամբուլատորիա, հարմարվել են առաջին հարկում։ Վաղուց արդեն 2 բժիշկ ունի գյուղը, 4 բուժքույր, քանի որ շենքային պայմանները վատն են, հարմարությունները սուղ, ցուրտ ամիսներին համախմբվում են 1 սենյակում, բուժսպասարկումն այս պայմաններում կազմակերպում ու այսպես արդեն տասնամյակներ։ Տնային այցեր ենք անում, այստեղ ենք ընդունում, ամեն ինչը արել ենք հնարավորինս հարմարեցնելով մեր վատ պայմաններին, աշխատում ենք, որ ամեն ինչը լինի ըստ պահանջի։ Չնայած տարեստարի էլ ավելի հյուծվող անշուք միջավայրին, գյուղի բնակիչների հոսքն ամբուլատորիա չի նվազում, օրական մի քանի տասնյակ այցելու են ընդունում, բացառապես բուժանձնակազմին վստահելու գործոնն է դինամիկան պահում։ Եվս մի քանի ամիս ու մի վերջին ջանք Այգեստանի առաջնային բուժօգնության օղակն արդեն նոր պայմաններում ու նոր հասցեում գործը կշարունակի։ Հարևանությամբ գյուղի հին ճաշարանի շենքն ապամոնտաժվել, պետության ֆինանսավորմամբ նոր ամբուլատորիա է կառուցվում հիմա։ Գյուղը ունի 3200 բնակիչ, նաև ունենք Ղարաբաղից ձեռնի տեղանված 100 եւ ավել բնակիչներ, որոնք հաստատի ապրում են գյուղում եւ արդեն ունեն սեփականություններ։ Զարգացող գյուղ է, նոր բուժամբուլատորիան կսպասարկի ոչ միայն Այգեստան բնակավայրի բնակիչներին, նաև հարակից Մոտ 420 քառակուսիմետր մակերեսով միահարկ տիպային շենքը կունենա նաև օգտագործվող նկուղային հարկ, ապահովված կլինի ժամանակակից հարմարություններով գյուղում նոր որակի ու ծավալի բուժսպասարկում իրականացնելու համար։ Շենքը կունենա նախամուտք ընդունարան, 2 բժշկի սենյակ, լաբորատորիա, պատվաստման սենյակ, նմուշների վերցման սենյակ, պայմանագրային արժեքը մոտ 150 միլիոն է կազմում։ Կես տարի է սահմանված, որ գործն ավարտվի, ամփոփվի, ձմռանն ընդառաջ են բարդփուլը հաղթահարել, տանիքը կկապեն շուտով, ներսի աշխատանքների նոր տեմպ կտան ու արտաքին բարեկարգման։ Նախամուտքի կողքը նախատեսված է հաշմանդամների համար թեքահարթակ, որպեսզի հաշմանդամները նույնպես հախոչնդոտ օգտվեն բոլոր ծառայություններից ամբուլատորիայում։ Բացի Այգեստանից Արարատի մարզի եւս 4 բնակավայրում նմանատիպ ամբուլատորիաներ են կառավարության նախաձեռնությամբ կառուցվում։ Դվինում, Դիմիտրովում, Նորկյանքում, Այգավանում, առողջապահության փոխնախարարի աշխատասեղանին արդեն հանրապետության ծածկույթով կառուցվող բուժհաստատությունների քարտեզն է։ Բազմաթիվ բնակավայրերում խորհրդային վաղեմության, շատ տեղերում արդեն վաղուց վթարային բուժկառույցների պատմությունը կամփոփվի, նոր մեկնարկից կշարունակվի միայն 29 նոր բուժամբուլատորիա է շահագործվելու։ Ծրագիրը կարևորում ենք այնքանով, որ իրականացվել է նոր արդի ժամանակակից պահանջներին համապատասխան նախագծեր։ Բոլոր ժամանակահատվածներում իրականացվել է առողջապահական ենթակառուցվածքների վերազինում, վերակառուցում, բայց միաժամանակյա այսքան ամբուլատորիաների, պոլիկլինիկաների եւ հիվանդանոցների կառուցում սա աննախադեպ ծավալ է, սա իրականացվում է 21-26 թվականի ուրեմն ծրագրի շրջանակներում։ Նորակառույց բոլոր հասցեները կվերազինվեն անհրաժեշտ գույքով, որպեսզի գյուղական բնակավայրերում ապրողներին եւս հասանելի լինեն մինչեւ այժմ հիմնականում քաղաքային հասցեներում առկա բուժծառայությունները։ Կառավարության 21-26 թվականների ծրագրում բացի 29 ամբուլատորիայից եւս 21 նոր բուժհաստատության կառուցում է ներառված հիվանդանոցներ, առողջապահական այլ ենթակառուցվածքներ,
շատ բարդ է ընտրել առողջապահական ենթակառուցվածքների ձևավորման շղթան։ Գնահատում են կարիքը, բնակչության թվաքանակը, հեռավորությունը բժշկական կենտրոնների եւ բնակավայրերի։ Այս փուլում գնահատված կարիքից որոշվել է կառուցել 50 առողջապահական ենթակառուցվածք, բայց հետագայում սա լինելու է շարունակական, որպեսզի ամբողջ հանրապետության ծածկույթը կարողանանք ապահովենք նոր ենթակառուցվածքով, արդի ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած։ Տարիներով մարզային բնակավայրերում գործող բուժհասցեները նաև մասնագետների կարիք են ունեցել։ Խնդիրն ընթացիկ լուծվում է։ Նոր ենթակառուցվածքները, հնարավորությունները մասնագիտական թիմերի համալրման հարցն են նաև ավելի դյուրին դարձնում։ Բացի այդ, նպատակային կլինիկական օրդինատորայի ծրագիրն է իր դրական ազդեցությունն ունեցել մարզային բնակավայրեր կադրային հոսք ապահովելու հարցում։ Օգոստոսի 19-ից դեկտեմբերի 15-ը հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է 1370 արձանագրություն։ Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցերը հանրային տրանսպորտում։ Բարև ձեզ, հարգելի քաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունից ենք։ Ուղղատոմսերի հետ կապված հսկողություն ենք իրականացնում։ Գործակարգավարական խորհրդակցությունը Երևանի քաղաքապետը նշեց, որ քաղաքացիներից ունենք բազմաթիվ բողոքներ այն քաղաքացիների հանդեպ, ովքեր որ ամեն գնով փորձում են խուսափել տրանսպորտի գումարը վճարելուց։ Ուզում եմ հիշեցնել եւս մեկ անգամ քաղաքացիներին, որ հասարակական կարգի պահպանության ծառայությունը ամեն օր ժամը 7:00-ից մինչև 23:00 ընկած ժամանակահատվածում իրականացնում է ծառայություն քաղաքային հանրային տրանսպորտում, մոտեցումը լինելու է այսուհետ ավելի խիստ չվճարող քաղաքացիների նկատմամբ։ Մինչև 2025 թվականի ավարտը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների անձնակազմը կավելանա եւս 24 աշխատակիցներով, որոնք ներգրավված կլինեն քաղաքային տրանսպորտում ստուգում իրականացնելու նպատակով։ Հորդորում ենք եւ կրկին անգամ պահանջում ենք մեր քաղաքացիներին, եթե օգտվում են քաղաքային տրանսպորտից, կատարել անպայման իրենց հասանելիք վճարները։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ զրուցել է Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ Իրանի պետական հեռուստատեսության եւ ռադիոհեռարձակման կորպորացիային տված հարցազրույցում հայտնել է, որ Վաշինգտոնի հետ վերջին շփումները հույս են ներշնչում, որ ամերիկյան կողմը սկսել է ավելի խորը հասկանալ Մոսկվայի դիրքորոշումը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ ռուս-ամերիկյան գագաթնաժողովի մասին կարելի է շատ արագ համաձայնության գալ անհրաժեշտության դեպքում, սակայն մինչև այժմ Մոսկվան այս հարցի վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացել։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան Դոնբասը չի ճանաչի որպես ռուսական տարածք, ոչ դե ֆակտո եւ ոչ էլ դե յուրե։ Զելենսկին այս մասին հայտարարել է լրատվամիջոցների հետ զրույցում։ Ինչ վերաբերվում է Ռուսաստանի դիրքորոշմանը, այն դեռ չի փոխվել եւ դուք գիտեք, որ նրանք ցանկանում են մեր Դոնբասը։ Մեր դիրքորոշումը գործնական է, իրատեսական եւ արդար։ Մենք պաշտպանում ենք այն եւ չենք ցանկանում հանձնել մեր Դոնբասը։ Ամերիկացիները ցանկանում են փոխզիջում գտնել եւ նրանք առաջարկում են ազատ տնտեսական գոտի։ Ես եւս մեկ անգամ ընդգծում եմ, որ ազատ տնտեսական գոտին չի նշանակում Ռուսաստանի Դաշնության ղեկավարության ներքո, նշել է Զելենսկին։ Զելենսկին նաեւ հավելել է, որ տարածքային հարցը քննարկվում է, բայց Ուկրաինան չի ճանաչի Դոնբասի ժամանակավորապես օկուպացված մասը որպես ռուսական տարածք։ Մենք ոչ դե յուրե եւ ոչ էլ դե ֆակտո չենք ճանաչի Դոնբասը որպես ռուսական տարածք։ Այնուամենայնիվ մենք քննարկենք տարածքային հարցը։ Մենք դեռևս կոնսենսուս չունենք, հավելել է Զելենսկին։
Վենեսուելայում առայժմ ոչինչ տեղի չի ունենում, բայց ես տեսնում եմ ԱՄՆ-ի շահերն այդ երկրում եւ հասկանում եմ Թրամփին, որովհետեւ Վենեսուելան մոտ է նրանց, ինչպես Ուկրաինան մոտ է Ռուսաստանին։ Այդ պատճառով շատ հարցերում ԱՄՆ-ն շահեր ունի, հայտարարել է Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Միանշանակ համոզված եմ, որ բոլոր հարցերը եւ ԱՄՆ ցանկություններն այսօր կարելի է լուծել խաղաղ ճանապարհով։ Կարծում եմ, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի խոսել այդ հարցերի շուրջ։ Պատերազմը ոչ մի բանի չի բերի, նշել է Լուկաշենկոն։ Բելարուսի նախագահը հայտնել է, որ մոտ ապագայում Դոնալդ Թրամփի հետ կքննարկեն Վենեսուելայի թեման։ ԱՄՆ զինված ուժերը Խաղաղ օվկիանոսի միջազգային ջրերում ոչնչացրել է թմրանյութեր փոխադրող 3 նավ։ Այս մասին ասված է Պենտագոնի հայտարարությունում։ Հետախուզությունը հաստատել է, որ նավակներն ընթացել են Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում թմրամաքսանենգության հայտնի երթուղիներով եւ զբաղվել են թմրանյութերի փոխադրմամբ։ Գործողությունների ընթացքում սպանվել է թմրանյութ տեղափոխող 8 տղամարդ, ասվում է Պենտագոնի հայտարարությունում։ Բոլիվիայի Սանտա Կրուզ քաղաքում հեղեղման հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, նույնքան մարդ էլ համարվում է անհետ կորած։ Այդ մասին հայտնել է Բոլիվիայի պաշտպանության փոխնախարար Ալֆրեդո Տրոչեն։ Զոհերի թիվը հասել է 20-ի, 20-ից ավելի մարդ համարվում է անհետ կորած։ Ցավոք զոհերի թիվը հաստատ կաճի, ասել է Ալֆրեդո Տրոչեն։ Քաղաքային իշխանությունները տարածաշրջանը հայտարարել են աղետի գոտի։ Հեղեղումներից ամենաշատը տուժել է Էլ Տորնո շրջանը։ Իշխանությունների տվյալներով աղետից տուժել է ավելի քան 600 ընտանիք։ Դեկտեմբերի 13-ին Սանտա Կրուսում տեղացել են հորդառատ անձրևներ, ինչի պատճառով տարածաշրջանի մի քանի կետեր դուրս են եկել ափերից։ Թայլանդի զինծառայողների թիվը, որոնք զոհվել են Կամբոջայի դեմ սահմանային հակամարտության ընթացքում, հասել է 17-ի։ Թայլանդի եւ Կամբոջայի միջև սահմանային բախումները վերսկսվել են դեկտեմբերի 7-ին։ Թայլանդի ցամաքային ուժերը դեկտեմբերի 8-ին հայտնել էին, որ կամբոջական զորքերը սկսել են հրետակոծել սահմանային գոտու իրենց դիրքերը։ Թայլանդի ռազմաօդային ուժերն ի պատասխան գրոհել են Կամբոջայի ռազմական ենթակառուցվածքների վրա։ Կամբոջան էլ իր հերթին Թայլանդին էր մեղադրել հրադադարը խախտելու մեջ։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք Սիգի որսի արգելքը շարունակվում է ջրային պարեկների վերջին օրերի ծառայության արդյունքներն ամփոփ։ Նոյեմբերի 20-ից մինչև փետրվարի 1-ը Սևանա լճում արգելված է Սիգի արդյունագործական որսը, եւ այս արգելքը խախտողների դեմ ակտիվորեն պայքարում է նաեւ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտը։ Ամփոփ ներկայացնենք այս ուղղությամբ վերջին օրերին նրանց կատարած աշխատանքի արդյունքները։ Դեկտեմբերի 11-ին ժամը 9:45-ի սահմաններում Կարճախպյուր ծովակ գյուղերի միջև ընկած ափամերձատվածում ջրային պարեկները հայտնաբերել են ձկնորսական 2 նավակ, որոնք տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Դեկտեմբերի 12-ին ժամը 6:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 52-րդ կիլոմետրին վաշտի ծառայողները կանգնեցրել են Գավառ քաղաքի մի բնակչի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենան։ Բեռնախցիկում հայտնաբերվել է մոտ 57 կիլոգրամ քաշով 155 սիգ։ Վարորդն ու մեքենան տեղափոխվել են համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Դեկտեմբերի 14-ին ժամը 11:25-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կիլոմետրին ջրային պարեկները կանգնեցրել են Գավառ քաղաքի մի բնակչի վարած VAZ-2109 մակնիշի ավտոմեքենան։ Ստուգմամբ հայտնաբերվել է 10 կիլոգրամից ավելի ձկնկիթ։ Տղամարդը ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Նույն օրը նույն ճանապարհահատվածում պարեկները կանգնեցրել են Գավառ քաղաքի մեկ այլ բնակչի վարած Opel-ը, որի սրահում հայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի ձկնկիթ։ Այս դեպքում էլ վարորդը ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Սևանի բաժին։ Դեկտեմբերի 15-ին գիշերվա ժամը 1:30-ի սահմաններում վաշտի ծառայողները Ծովագյուղ շորժահատվածում հայտնաբերել եւ ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու կասկածանքով Սևանի համայնքային բաժին են տեղափոխել Ծովագյուղի մի բնակչի։ Նրա ռետինե նավակում կար 40 հատ սիգ եւ 9 հատ կարաս տեսակի ձուկ։ Ուժեղացված ծառայությունը շարունակվում է։ Որսի արգելքն ինքնանպատակ չէ, ուստի կոչ են կանում ձկնորսությամբ զբաղվող մեր քաղաքացիներին սպասել մինչև Սիգի որսի արգելքի ավարտը։ Դրանով դուք ոչ միայն կխուսափեք վարչական կամ քրեական պատասխանատվությունից, այլև կնպաստեք Սևանա լճի ձկնային պաշարի կայուն վերականգնմանը։ Եվ մինչև դեկտեմբերի 20-ը եղանակը կլինի առանց ստեղումների, օդի ջերմաստիճանը կնվազի 2-ից 4 միշ։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վարքյաններ անց վերլուծություն է, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։